Անի Թադևոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն։ Ահա այսպես են եզրափակվում Հորիզոն 180-ի գրեթե բոլոր լրատվական տեղական տեսանյութերը։ Արդեն շուրջ 5 տարի են Ճանին ու Վարդանը միասին գրոհում են Հարավային Կալիֆոռնիայի գրեթե բոլոր քաղաքական, հասարակական, ազգային, մշակութային եւ ընդհանրապես մարդկային իրադարձություններն ու խնդիրները։ Սա այն մակարդակն է, որ ասում ես, այս փուլում դու արդեն արեցիր ինչ որ կարող ես եւ կարող ես անցնել լրիվ ուրիշ մի փուլի, բայց նաեւ պարտավորեցնում է, եթե աշխատեմ այս մասնագիտության մեջ, հաստատ ավելի պարտավորեցնող եւ ավելի զգոն պիտի աշխատեն։ Մինչ մյուս հեռուստաընկերությունները ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կրճատում էին իրենց տեղական աշխատուժերը, Հորիզոնի Անի Թադևոսյանն ու Վարդան Իսմայելյանը շարունակում էին լուսաբանել համայնքի ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Այս մրցանակը ինձ համար ավելին է, քան իմ աշխատանքի դիմաց վարձատրությունը, քանի որ դա անում ես քո պարտականության դիմաց, իսկ սա ոչ մի պարտականություն չի, համայնքը քեզ կարողանում է գնահատել։ Այ ամերիկյան առևտրի պալատի կողմից հանձնված պարգևն էլ հենց խոսուն ապացույցն է այս քրտնաջան աշխատանքի։ Կինը ինձ թվում է միայն մի դեպքում է արժանի բիզնես վումեն կոչման, երբ որ ինքը անում է իր սիրած գործը։ Ուրիշ դեպքում կինը արժանի տղամարդի ներկայության, երեխաների խնամքի, իրեն նկատմամբ ուշադրության, բայց այս դեպքում ինձ թվում է դահլիճի բոլոր մարդիկ էլ այն կանայք են, որոնք արել են իրենց սիրած գործը եւ շնորհավորում են բոլորին։ Իսկ ապագա լրագրողներին ազատ դաշտ եմ ցանկանում երևակայության եւ աշխատանքի։ Հանդիսավոր արարողության ընթացքում պարգևատրվեցին համայնքի այլ վաստակավոր կին գործիչներ եւս։ I'm very honored and humbled for this honor and to be representing our great school, which is one of the newest Armenian schools in America, HBU Vachen Tamar Manukyan High School. And I'm very honored, especially from an organization like the Armenian Chamber of Commerce, because they are bringing the Armenian community in a very positive light, and their work is wonderful. Bank of America has always been involved within their community, specifically in Burbank, Glendale, Hollywood, and we're very proud of just our involvement within the community. Now with the Armenian American Chamber of Commerce and their sponsorship today, we're just very proud to be a part of that. So it's a wonderful honor. Շատ ուրախ եմ, որ the Armenian American Chamber of Commerce essence մի քայլ է վերցնում, որտեղ կարևոր քայլ է կանանց համար եւ իրանց ուշադրությունը գա դեպի կանանց, որտեղ քայլերը շատ կարևոր են կանանցը այսօր այս ժամանակում եւ մանավանդ Ամերիկայում, որ կարողանան գնահատել կանանց, որ աշխատանք են տանում։ Հիմնականում Գլենդելում տեղակայված հայ-ամերիկյան առևտրի պալատն էլ իր հերթին սեփական պարգևն է համարում պարգևատրել համայնքի կին գործիչներին։ Armenian American Chamber of Commerce շատ կարևոր գազམ་ագերբություն է։ Ուրախ եմ, որ Glendale գտնվի շատերը։ Եվ շատ կորձ կնեմ, բայց ասի մեկ պրոգրամը ծրագիր ունին, որ շատ լավ է, որ ամենանշանավոր գիները բոլոր Southern California-ի մեջ գտոնեն իր կորձերը, ինչ լավ կորձ որ անում են հայ համայնքը եւ ամերիկայի համայնքը. 12 incredible women who have done so much for the community. I mean, it's, you know, they've worked tirelessly doing things, whether it's charity work or just doing things to the little stuff to the big organizational things that they've completed. And for us, it's just where we're so honored that they can be here, and one that they've accepted this honor and that we're having them here with us today. We're excited. It's a great event. We have over 400 people here, so we're excited to get this started. Մյուս անվանակարգերում պարգևներ ստացան տարվա գործարար Զեփյուր Աշճյան, տարվա ձեռնարկատեր Արսի Սերադարյան, տարվա կրթական գործիչ դոկտոր Թալին Կարգոդորյան, տարվա գիտնական դոկտոր Էմմա Օշական, տարվա կառավարական գործիչ Պայծառ Թոմասյան, տարվա շոու բիզնեսի ներկայացուցիչներ Մերի Ապիկ եւ Շաքե Թուխմանյան, տարվա լրագրող Անի Թադևոսյան, տարվա իրավաբան Լորի Սինանյան, տարվա ծառայողական գործիչ Էլենա Ասատրյան եւ Անջելա Բարսեղյան, տարվա արվեստագետ Սոնա Գևորքյան, Հայկ Թովմասյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն։